170-ը դառնա 200, 170-ը Հրազդանից կտրտվածը, բոքոնները դառը 20 դրամ ավելացել, իսկ սրանք 10 դրամ։ Մայիսի 1-ից Վանաձորում հացի գինը թանկացել է 10-ից 30 դրամով։ Վաճառողների խոսքով թանկացումը սպառողների մոտ մեծ դժգոհություն է առաջացրել։ Իրաց նման մեկներ մենք ենք, իսկ որ աշխատատեղը լի, աշխատանքը լի, գումարը շատ ստանան, մարդիկ այս փոքր թանկացումներից հասկանում են աշխատողները իրանք էլ չեն տեղավորվում։ Սպառողներից շատերն ասում են, որ 10-ից 20 դրամը էապես ազդում է իրենց բյուջեի վրա, բացի այդ կարծում են, որ հացի թանկացմանը հաջորդելու են այլ ապրանքների թանկացումներ։ Ոչ հաճելի, սուրպրիզ էր։ 5 հատ եմ առնում, 20 դրամով 100 դրամ։ Դրանց համերքին 100 դրամն է 300 դրամով կազմավոր կյանք։ Ուզեմ, հացը այն բանն է, որ սովիցը քեզ մեռնիլ, ուզես պետք է առնես։ Հացը եթե թանկանում է, ամեն ինչն է պետք է թանկանա։ Համի 20 դրամ հացի, 20 դրամ գազի, 20 դրամ ընդեղ պետք է սոկը թանկացնի 20 դրամ, դու ես էլ մի 20 դրամ եմ թանկացնում։ Լրիվ են թանկանատի, գազն էլ, հացն էլ, լույսն էլ, մի բան էլ չկա նորմալ։ Վաճառողներն ասում են, որ հացի գնի թանկացումը պայմանավորված է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ։ Ասում էին, որ նախատեսվում էր դեռևս դեկտեմբերին բարձրացնել գինը։ Դա այն ժամանակ ամեն ինչ թանկացավ, դրա հետ կապված էր։ Այն ժամանակ չբարձրացրեցին։ Իրանք իրար մեջ ոնց որ որոշեցին ու չբարձրացրեցին։ Բայց երևի մարդիկ էլ իրանք էլ չեն տեղավորվում։ Նրանք էլ աշխատողին, գազին, ջրին, ամեն ինչի հարկեր են տալիս։ Արտադրամասերից մեկի ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ հացի գինը դեկտեմբերին չեն բարձրացրել եւ դա պայմանավորված է շուկայական հարաբերություններով։ Դե մի քիչ շուկայական հարաբերությունների հետ էլ հիմնականում ոմանք համաձայն էին ցանկացնել, ոմանք չէ, բայց նպատակը իհարկե ոչ ժողովրդի մասին մտածելն է եղել, այս բարձ ասեմ, այլ իրենց անձնական շահը։ Սա նշանակում է, ոմանց կարելի է փակել ճնշել, ոմանց չէ, բայց ով դիմացավ աշխատեց, բայց հիմա ոնց որ արդեն իսկապես էլ հնարավոր չի այս պայմաններում այս գնի բարձրացումների հետ աշխատել։ Մինչ մարդիկ զարմանում են, թե ինչու է հացը միայն Վանաձորում թանկացել, արտադրողն իր հերթին ասում է, որ իրենք ամիսներ շարունակ վնասով են աշխատել, քանի որ ժամանակին, երբ թանկացան ալյուրը, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները իրենք հացի գինը պահպանեցին, սակայն այսօր այս պայմաններում այլևս չեն կարողանում աշխատել։